Այսօր 20 մայիսի 2026 թվական ես շատ մեծ հույս ու հավատ ունեմ, որ այս ձայնագրությունը կլսեն շատ անապաշխար, այսինքն չապաշխարած մարդիկ ովքեր դարձի չեն եկել առ Աստված, խոստովանելով իրենց մեղքերը, չեն թեքվել դեպի Աստված, չեն ընդունել իրենց Տեր Աստծուն, իրենց Փրկչին եւ ապրում են ամբողջովին աշխարհի կյանքով։ Հուսով եմ ու հավատում եմ, որ շատերը կլսեն այս ձայնագրությունը։ Եվ խնդրում եմ Տիրոջը, որ դիպչի ձեր սրտերին, Սուրբ Հոգուն, որ դիպչի ձեր սրտերին եւ ձեզ դարձի բերի, եւ դուք ճանաչեք Տիրոջը, եւ դուք լսեք նրա ձայնը, թեքվելով դեպի Աստված եւ մեջքով շրջվելով, մեջքով կանգնելով, հրաժարվելով աշխարհից։ Հիմա ուզում եմ մի կարևոր բան ասել, դա շատ կարևոր է, սիրելիս, եթե դու դեռ չես ապաշխարել, եթե դու չես ընդունել քո Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպես քեզ Փրկիչ, որպես քեզ Աստված, չես ընդունել, չգիտես, որ դու նրա արյամբ ես փրկված, նրա արյամբ հավիտենական կյանք ունես, նրա արյամբ դու ազատվել ես հավիտենական մահից, դժոխքից, եթե դու այդ ամենը դեռ չես արել եւ ուղղակի քեզ համարում ես քրիստոնյա մտածելով, որ կարևորը դու հավատում ես Աստծուն, ես քեզ խնդրում եմ, լսիր եւ հասկացիր, որ ոչ թե կարևորը հավատալն է Աստծո գոյությանը, կարևորը այն է, որ դու ընդունես քո Հայր Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին, նրա որդուն, Աստծուն, եւ որ Հիսուսը քո Փրկիչն է, որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, մարդացավ, Աստված մարդ դարձավ, որ իր արյամբ խաչի վրա քո բոլոր մեղքերի համար ինքը վճարեր եւ քեզ ազատեր քո մեղքերից, այսինքն դժոխքից, այսինքն մահից հավիտենական։ Դու պետք է այդ ամենը ընդունես հավատով, սիրով, խոնարհությամբ։ Դու պետք է քո մեղքերը խոստովանես Աստծո առաջ, որպեսզի նրա արյամբ քեզ տրված փրկությունը, այսինքն կյանքը հավիտենական, կարողանաս ընդունել։ Աստված քո մեղքերի համար, Տեր Հիսուսը, որ Աստված էր, մարդացավ, Աստծո որդին, նա քո մեղքերի համար իր արյամբ վճարել է, նա քեզ փրկել է դժոխքից, բայց դու պետք է ընդունես այդ փրկությունը, այդ հավիտենական կյանքի պարգևը, ինչու պարգև, դա քեզ նվեր է տված, ձրի, նվեր, դու ոչ մի բան չես անելու դրա համար, ոչ մի բան չես արել, դու չես հատուցելու այդ հավիտենական կյանքի համար, Աստված, Հայր Աստված իր որդուն, իր միածնին զոհաբերեց հանուն քեզ, որ նրա արյամբ դու սրբվես, դու մաքրվես, ազատ լինես մեղքից, ազատ լինես մահից, որովհետև մեղքը հենց մահն է, մեղքը տանում է մահի, մեղքը մահ է, Աստված ամեն ինչ արել է քո համար եւ քո փոխարեն, բայց դու պիտի ընդունես, որովհետև չենք կարող, երբ մեզ տրվում է ինչ-որ պարգև, երբ մեզ տրվում է նվեր, երբ մեզ տրվում է շնորհ, ինչ-որ բան, որի համար դու ոչինչ չես արել, քեզ նվիրվում է, դու պետք է դա ընդունես։ Եթե չընդունես, դա քոնը չի դառնա, այսինքն ընդունիր Աստծո տվածը, Աստծո պարգևը, որպեսզի ստացվի, որ դու քո փրկությունը ընդունեցիր, դու քո հավիտենական կյանքը ընդունեցիր, որովհետև Աստված արդեն արել է, բայց մենք պիտի ընդունենք։ Ընդունիր, որ քո Տեր Հիսուս Քրիստոսը քո Աստվածն է, քո Փրկիչն է եւ նրա արյամբ դու փրկված ես ու ունես հավիտենական կյանք։ Եթե չընդունես, այդ պարգևը կա քեզ համար, բայց դու չես ունենա։ Դա տրված է քեզ, բայց դու չես վերցնում եւ քո տեղը կլինի դժոխքը, մահից հետո, ֆիզիկական մահից հետո դժոխք։ Ինչ եմ ուզում քեզ ասել, սիրելի մարդ, որ դեռ չես ապաշխարել։ Սիրելիս, երբ մենք ասում ենք ապաշխարեք, մեղքերի համար թողություն խնդրեք, ներում խնդրեք Աստծուց, միգուցե քո մոտ վախ է առաջանում, միգուցե քո մոտ անհանգստություն, լարվածություն է առաջանում, բայց ես ուզում եմ քեզ ասել, մեզանից յուրաքանչյուրը, ով քեզ ասում է, որ ներում խնդրիր մեղքերիդ համար, զղջա մեղքերիդ համար Աստծո առաջ խոստովանիր, մեզանից յուրաքանչյուրը արդեն դա արել է, մեզանից ոչ ոք քեզանից լավը չի, քեզանից առավել չի, շատ հնարավոր է, որ իմ մեղքերը բազմապատիկ ու հարյուրապատիկ շատ են քոնից, բայց ես ընդունել եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին, նրա տված փրկությունը, նրա տված պարգևը հավիտենական կյանքի եւ իմ համար ամենաթանկը, ամենաերազելին իմ Հիսուս Քրիստոսն է եւ նրա կողքին հավիտենական կյանքում ապրելն է եւ մի վախեցիր, մի ամաչիր, ոչ մարդկանց առաջ, ոչ Աստծո առաջ, Աստված քեզ չի դատում, չի դատապարտում, չի մեղադրում, երբ դու քո մեղքերով առանձնանաս քո Տիրոջը առաջ եւ խոստովանես, որ Տեր իմ,
իմ Աստված, մեղավոր եմ, շատ սխալներ եմ գործել, բայց էլ չեմ ուզում, ես ուզում եմ քոնը լինեմ, ես ուզում եմ քո հետ լինեմ, ես ուզում եմ, որ դու ինձ ներես եւ ազատես ինձ մեղքից, խնդրում եմ, ների եւ ազատիր, եւ դու ամբողջ սրտով Աստծո առաջ կգնաս այս խոսքերով, Աստված քեզ չի կշտամբելու, չի բարկանալու, չի հիշեցնելու քեզ քո մեղքերը, չի ասելու տես դու այստեղ այս ինչ սխալ արեցիր, ես քեզ դատապարտում եմ, ես քեզ չեմ ներում, ես քեզ կշտամբում եմ, ես քեզ պատժելու եմ, ոչ նման բան չի լինելու։ Աստված այնքան բարի է, նա այնպիսի անսահման սեր է, նա սպասում է, որ դու դառնաս դեպի իրեն, քո մեղքերից հրաժարվես, նա կսրբի քեզ, նա կլվա քեզ քո իր արյամբ, նա կլվա, կսրբի, կազատի քեզ քո բոլոր մեղքերից եւ չի կշտամբի, ամոթանք չի տա, նա միայն սիրով, ժպիտով քեզ կընդունի իր գիրկը։ Աստվածաշնչում կա անառակ որդու մասին, երբ հայրը ամեն ինչ տալիս է որդուն, սակայն որդին թողնում գնում է հայրական տնից եւ հոր տվածը ամեն ինչ առանց գնահատելու ուղակի ծախսում է եւ կորցնում է եւ սակայն մի օր զղջում է եւ հետ է գալիս իր հոր տուն, մտածելով, որ հայրը իրեն չի ընդունի, բայց հետ է գալիս։ Այդքան սխալներ անելուց հետո, մեղքեր գործելուց հետո, ամեն ինչ կորցնելուց հետո նա հետ է գալիս զղջումով, մտածելով, որ հայրը չի ընդունի իրեն որպես զավակ, գոնե ծառա լինի հոր մոտ, որ կարողանա ապրի։ Հայրը նրան այնպիսի սիրով է ընդունում, այնպիսի ուրախությամբ, նրան ընդունում է իր գիրկն է առնում, ոչինչ չի հարցնում, չի կշտամբում, չի ասում ինչու գնացիր այդ վատ բաները արեցիր, չի ասում ինչու իմ տված ամեն ինչ մսխեցիր, ծախսեցիր, կորցրեցիր, չի ասում ուր էիր, ինչ էիր անում, ինչի չկայիր, ոչ մի հարցեր չի տալիս, նա մի անգամից իր որդուն իր գիրկն է առնում, հագցնում է ամենագեղեցիկ ու մաքուր պատմուճանը, մատանի է դնում նրա մատին, սեղան է բացում նրա առաջ, խնջույք է անում, որ իր որդին վերադարձել է, իր անառակ, կորած, մոլորած որդին վերադարձել է, հոր համար կարևորը այն էր, ուրախությունը այն էր, սպասումը, որ սպասել էր իր որդուն, նշանակություն չունի թե այդ որդին ինչքան սխալներ էր արել, ուր էր եղել, ում հետ էր եղել, նա սպասել էր իր որդուն եւ նա հարցեր չուներ, նրա համար կարևորը այն էր, որ իր որդին եկավ եւ ինքը իր գիրկն առավ եւ նա չնայեց որդին արժանի է, անարժան է, ինչպիսին է որդին, նա հագցրեց ամենալավ պատմուճանը, ամենամաքուր գեղեցիկ զգեստները նրան հագցեց, ամենաթանկարժեք մատանին նրա մատին դրեց, նրա համար ամենալավ սեղանը բացեց, նրա համար խնջույք արեց։ Այդպիսի սիրով սպասում էր հայրը իր որդուն, ով արժանի չէր այդ ամենին, բայց հոր համար կարևորը, որ իր որդին իր հետ էր, որովհետև նա սիրում էր եւ սպասում էր իր որդուն։ Այս ամենը մեր մեղավորներից եւ մեր Աստծո մասին է, մեր հայր Աստծո մասին է, որ չի նայում մեր սխալներին, նա դրանք ներելու է նրա առաջ, նրա զորության առաջ, մեր մեղքերը ոչինչ են, նա սպասում է քեզ, նա սիրում է քեզ եւ երբ դու գնաս քո մեղքերով քո Տիրոջ առաջ, խոնարհությամբ, զղջումով ու ասես հայր, ներիր, սխալ եմ եղել, ընդունիր ինձ, խնդրում եմ, ես քեզ եմ ուզում, ես քո հետ ապրել եմ ուզում, ես ուզում եմ իմ կյանքը թե այստեղ երկրի վրա, թե հետո քո հետ լինի, ես քեզ եմ ուզում, հայրը քեզ այդ նույն սիրով, կարոտով, ներումով ընդունելու է, նա քո մեղքերը մի ակնթարթում սրբելու է, մաքրելու է, հայր Աստված իր միածին որդուն հանուն քեզ 2000 տարի առաջ ուղարկեց երկիր որպես մարդ եւ Տեր Հիսուսը անցավ ամեն տեսակ տառապալի, տանջալի ցավերի միջով, թե հոգու, թե մարմնի, բարձրացավ խաչը, իր արյունը հոսեց քո փրկության համար եւ այդ արյամբ դու լվացվելու, սրբվելու ես։ Դրա համար դու ոչ թե վախեցիր քո մեղքից, ոչ թե համաչիր, այլ մտածիր, գնամ իմ հոր մոտ, նա ինձ սիրում է, նա ինձ սպասում է։ Եվ մեզանից ոչ ոք քո մեղքերից պակաս մեղքեր չի գործել։ Ես ինքս անձամբ։ Միգուցե դու, որ ինձ լսում ես, միգուցե դու իմ գործած մեղքերից 1% չես արել։ Բայց Աստված ինձ ներել է, Աստված ինձ սրբել է իր որդու արյամբ, եւ ես նրա զավակն եմ։ Եվ ես գիտեմ, որ ես միշտ իմ Աստծու հետ եմ լինելու, որովհետեւ իմ Աստված հավատարիմ է։ Եթե ես ընկնեմ,
նա հավատարիմ է, նա ինձ կբարձրացնի։ Եթե ես սխալվեմ, նա հավատարիմ է, նա ինձ կուղի կշտկի, կսովորեցնի եւ առաջ կտանի իր հետ։ Նա իմ կողքին է, նա ինձ երբեք չի լքի։ Սա քո մասին է, իմ մասին է, սա մեր բոլորի մասին է։ Մաքուր մարդ չկա, բայց կան արդարացվածներ եւ նրանք ովքեր արդար են, նրանք ովքեր Աստծո հետ են քայլում, նրանք ինչքան էլ որ ընկնեն, Աստված նրանց կբարձրացնի եւ էլի նրանց կողքին կլինի եւ չի թողնի։ Որովհետեւ երբ դու գնաս քո հոր մոտ, երբ Աստված քեզ ների քո մեղքերը մաքրի, դու կարող ես էլի սխալվել, ընկնել, չխեղճանաս, չթուլանաս, չմտածես, որ Աստված ինձ ներես, ես սխալվեցի, ուրեմն նա ինձ էլ չի սիրի, նա ինձանից երես կթեքի։ Ոչ, Աստված քեզ հետ է։ Աստված իր միածին որդուն քո համար զոհաբերեց։ Դա նշանակում է, որ նա քեզ երբեք չի թողնի, եթե դու նրան չթողնես ու հեռանաս։ Աստված քեզ այդքան սիրում է։